Սիրելիներս, այսօր 26 հոկտեմբերի 2025 թվական, ուզում եմ պատմել այս գիշերվա երազը, որ տեսել եմ։ Երազից տեսնում եմ ծովի ափի ավազների վրա ինձ երեխաներին, հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, բայց երազում ես գիտեի, որ նրանք անհավատներ են, նրանք չեն սպասում հափշտակությանը նաև եւ ընդհանրապես անհավատներ են ու ես ինքս շատ լարված էի երազում, զգում էի, որ ինչ-որ մի վատ բան եմ մոտենում, բայց չէի կարողանում հասկանալ ինչ է, բայց երազում նաև սպասում էի հափշտակությանը, ես գիտեի, որ արդեն շատ է մոտեցել ու որ է հափշտակություն տեղի կունենա, սակայն ոչ ոքի ոչինչ չէի ասում, որովհետև գիտեի, որ չեն հավատալու, չեն լսելու։ Հիմա ուրեմն ավազի վրա խաղում էին երեխաները, մենք զբոսնում էինք, երեկո էր։ Երեկոյան ժամ էր, բայց դեռ մութ չէր լրիվ, ամեն ինչ շատ պարզ, նորմալ տեսանելի էր եւ մանրից հետզհետե սկսում էր մթնել երկինքը եւ ես գլուխս բարձրացնում եմ ու երկնքում տեսնում եմ մի օբյեկտ, մի երկնային շատ մեծ քարի նման մի բան, որը հասկանում եմ, որ երկնային քար չէ ինչ-որ, այլ երազում ես գիտեի, որ դա այն նման էր ինչ-որ տիեզերա նավի կամ ինչ-որ նման մի բանի, որը որ քարից մակերեսը նրա քարի էր նման, մոխրասև, մոխրագույնից սև, մինչև քարածուխային ինչ-որ երանգի մակերես ուներ, որը քարի էր նման շատ, օվալաձև էր, բայց անհարթ էր ու ինչ-որ պոչի հատված ուներ, բայց ամենավախենալին այն էր, որ ես հասկանում էի, որ նա այդ քարը կամ այդ սարքը ունի գիտակցություն եւ ցանկացած պահի կարող է մեզ վնասել, նա գիտի ինչ է անում, նա ուղղակի ինչ-որ երկնային քար չի, պոչի հատված ուներ ինչ-որ երկարավուն, օվալաձև, բայց ոչ իդեալական օվալաձև, երկարավուն, կլորավուն, ինչ-որ մի սարքի պես բան էր, մեծ էր շատ, բայց վախենալի էր, ես վախեցա, երբ նայում էի երազում, ես վախ էի զգում, ուժեղ վախ էի զգում եւ չգիտեի ինչ անել, ու հենց այդ պահին ես տեսնում եմ երկնքում լիա լուսիներ, շատ մեծ լիա լուսիներ, եւ այդ շատ լուսավոր էր լուսինը, ու ես նայում եմ լուսնին եւ տեսնում եմ սև գիծ լուսնի վրա, հետո այդ սև գիծը գնալով լայնանում է, մեծանում է ու ծածկում է ամբողջ լուսինը եւ լուսինը սևանում է լրիվ եւ երբ որ սևանում է մթնում է արդեն երկինքը գնալով օրնել էր մթնում երեկոն ավելի գիշեր էր դառնում ու լուսինը ամբողջովին սևանում է եւ ես շատ ուժեղ վախ եմ զգում եւ հենց լուսնից որ այդպես եղավ եւ այդ երկնային մարմինից որ շարժվում էր երկնքում ու ես ուզում եմ մարդկանց զգուշացնել բայց չեմ կարողանում, որովհետև հասկանում եմ, իրենք ինձ չեն հավատա, եթե ես հիմա իրանց ինչ-որ բաներ ցույց տամ ու ասեմ, ու ժամանակն էլ կգնա, ես պիտի հասցնեմ փախնեմ։ Ես երեխայիս վերցնում եմ, փախնում եմ տուն, մտնում եմ տուն, ես ինձ ասում եմ, որ ես զգում եմ, որ ես հոկտեմբերի 29 կամ 30 օրերի մեջ եմ, ամսի, այս հոկտեմբերի 29 կամ 30-ն է, բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ես չեմ կարող ոչ մի բան հաստատ ասել, ես չգիտեմ, կամ ինչ-որ չափով միգուցե գիտեմ, ինչու հենց 29 ու 30-ն էի տեսնում, նաև 28-ը, ասեմ, երազում, ես ասում էի, ինչ լավ է, որ ամսի 28-ին ես կարողացա սնունդ առնել, որովհետև ես հիմա էլ չեմ կարողանա դուրս գալ տնից, ես պիտի տնից դուրս չգամ ու մենք պիտի փակվենք տան մեջ ու ես ասացի ինչ լավ է որ ես սնունդ ունեմ տանը ու ես տնից դուրս չեմ գա հետո ուրեմն ես առաջի հարկում էի ապրում երազում եւ իմ պատուհանից շատ լավ երևում էր այդ ամբողջ տարածքը ես տեսնում էի մարդկանց ես տեսնում էի ամեն ինչ որ կար
եւ ես գիտեի, որ ինձ էլ դրսից են տեսնում։ Նստում եմ մահճակալի վրա երեխայիս հետ, սպասում եմ, որ տանեցիները գան եւ ես ինձ ասում եմ, որ վերջ, ես էլ չեմ շարժվելու, ես ոչ մի բան չեմ անելու, որպեսզի ինձ դրսից չտեսնեն լուսամուտից, որովհետեւ ես վախենում էի դրսից, որովհետեւ հասկանում էի, որ այնտեղ վտանգավոր է։ Ու այդ պահին, որ արդեն ընտանիքիս անդամները գալիս են, ես իրենց ասում եմ, որ այլ տնից դուրս չենք գալու, չպիտի դուրս գանք, որովհետև դուրսը վտանգավոր է, այնպես արեք, կռացեք, կռացած եղեք, ներքևում եղեք, մահճակալի վրա նստեք եւ այլն, ցածր նստեք, ցածր տեղերում նստեք, որ ձեզ հանկարծ դրսից չտեսնեն։ Ու ես շատ ցավ եմ զգում նրանց համար, ովքեր դրսում մնացին։ Այդքանը